Աշնան կեսին օրացույցի հատման պահին օդը լցվում է հատուկ լարվածությամբ, ոչ թե բարձր, այլ կենտրոնացված, ինչպես պատրաստված լարի ձայն է։ Նոյեմբերի 10-ից շատերը սկսում են զգալ իրադարձությունների արագացումը։ Առաջարկները ավելի արագ են հասունանում։ Թվացյալ պատահական շփումները իմաստ են ստանում, եւ ռեսուրսները վերադասավորվում են նոր նպատակների համար։ Այս հոլովակում մենք մանրամասն կներկայացնենք այն 5 նշաններին, որոնց համար այս ժամանակահատվածը խոստանում է զգալի փոփոխություններ իրենց ֆինանսական ոլորտում եւ կառաջարկեմ խորհուրդներ, թե ինչպես լավագույնս վերածել այս հնարավորությունները իրական հաջողության կարիճներ։ Գիշերային ոսկի, երբ ինտուիցիան դառնում է կապիտալ։ Կարիճի համար առաջընթացը կսկսվի ճշգրիտ, գրեթե լուր փոփոխությունների միջոցով, հաճախակի համընկնումներ, անսպասելի էլեկտրոնային նամակներ եւ առաջարկներ, որոնք պահանջում են ոչ թե մեծ որոշումներ, այլ զգույշ քաջություն։ Դուք ունեք տաղանդ տեսնելու այն, ինչ թաքնված է մեծամասնությունից եւ նոյեմբերի 10-ից սկսած այս ունակությունը կլինի բացառիկ արժեքավոր։ Ներդրումային հնարավորություններ կբացվեն այն խորշերում, որտեղ դուք արդեն իսկ զարգացրել եք հասկացողություն, այլ ոչ թե ընդհանուր փորձագիտություն պահանջող ոլորտներում։ Գործնականում սա կարող է դրսևորվել գործընկերոջ կողմից շահավետ առաջարկի նախագծում բաժնեմասը զեղչված գնով գնելու հնարավորության կամ բարձր վարձատրվող խորհրդատվական առաջարկի տեսքով։ Կարևոր է գործել մեթոդականորեն, միշտ ապեք ռիսկերի մեջ մտնել, բայց մի հապաղեք, երբ հնարավորությունը պահանջում է արագ ստորագրություն։ Զգացմունքային առումով դուք կզգաք թեթևության զգացում, երկարատև խորհրդածությունները կզիջեն կոնկրետ գործողություններին եւ սա հզոր խթան կհանդիսանա ձեր հաջորդ քայլերի համար։ Ահա մի խորհուրդ ձեզ համար. պատրաստեք ձեր կարողությունների պարզ ապացույցների տուփ, պորտֆոլիո, ֆինանսական հաշվարկներ, պայմանագրեր։ Սա կարագացնի ձեր բաժնեմասը շահույթի վերածելու գործընթացը։ Կշերքներ։ Կշերքը հավասարակշռության մեջ, երբ գործընկերությունը լույս է սփռում ֆինանսների վրա։ Կշերքը առավելություն կստանա բանակցությունների եւ դաշինքներ ուշադիր կառուցելու միջոցով։ Նոյեմբերի 10-ից սկսած հանգամանքները կխրախուսեն մարդկանց փոխզիջումների գնալ, մասնավորապես այն ձևաչափով, որտեղ դուք համոտ կլինեք արդար, գեղագիտականորեն հաճելի համաձայնագրեր կնքելու հարցում։ Ձեզ համար առաջընթացը հաճախ գալիս է ոչ թե անհատական հաղթանակների, այլ գործընկերությունների միջոցով, պարտականությունների բարենպաստ բաժանում, համագործակցության պայմանների վերակառուցում կամ ավելի բարենպաստ պայմաններով պայմանագիր։ Գործնականում սա կարող է լինել համատեղ ձեռնարկության առաջարկ, ռիսկերի հստակ բաժանմամբ կամ թիմային նախագծի վրա խաղադրույքների ավելացմամբ։ Դուք հաջողության կհասնեք, եթե կարողանաք հստակ ձևակերպել ձեր սպասումները եւ միաժամանակ ցուցաբերել ճկուն լինելու պատրաստակամություն առանց ձեր արժեքը վաճառելու։ Զգացմունքային առումով այս դինամիկան ներդաշնակության զգացում է բերում։ Երբ պայմանները արդար են, աշխատանքը դառնում է ավելի հեշտ եւ շահույթը բնականորեն հուսում է։ Հիշեք, որ պետք է լինել իրավական առումով մանրակրկիտ։ Գրանցեք համաձայնագրերը գրավոր եւ առաջընթացը կայուն կլինի։ Երկվորյակներ։ Հնարավորության ձայնը, երբ հաղորդակցությունը վերածվում է եկամտի։ Երկվորյակների համար նոյեմբերի էներգիան խրախուսում է առավելագույն հաղորդակցական ակտիվություն։ Առաջարկները կսկսեն գալ երկխոսությունների, էլեկտրոնային նամակների եւ հրապարակումների միջոցով։ Սկսած 10-ից կարող եք նկատել, որ նախկինում աննկատ շփումները սկսում են բիզնես օգուտներ բերել։ Սկսած շահութաբեր ազատական առաջադրանքներից մինչև առևտրային առաջարկներ, որոնք հիմնված են ձեր արագ հարմարվելու եւ համոզելու ունակության վրա։ Կարևոր է չսահմանափակվել մակերեսային զրույցներով, համակարգեք ձեր գաղափարները, նույնականացրեք պոտենցիալ գործընկերներին եւ քննարկումները վերածեք կոնկրետ նախագծերի։ Եկամտի աճը հնարավոր է ձեր գիտելիքները դրամայնացնելու միջոցով։ Վեբինարներ, կարճ դասընթացներ եւ խորհրդատվություններ, որտեղ ձեր հաղորդակցման եւ տեղեկատվության մատուցման հեշտությունը կգնահատվի։ Զգացմունքային առումով դուք կզգաք ակտիվության եւ ոգեշնչման ալիք։ Օգտագործեք սա կայուն եկամտի հոսքեր ստեղծելու համար, այլ ոչ թե միայն ինքնաբուխ առաջխաղացումների համար։ Գործնական խորհուրդ. ստեղծեք հաղորդակցման ծրագիր նոյեմբերի 10-ից հետո առաջին 2 շաբաթների համար եւ ակտիվորեն կիրականացնեք այն։ Ժամանակին ուղղորդված էլեկտրոնային նամակը կարող է բացել պայթյունավտանգ աճի դուռ։ Կույսեր։ Ճշգրիտ հաշվարկ, շահույթ կարգուկանոնի եւ խնայողության միջոցով։ Կույսերը կարող են ֆինանսական առաջընթաց ապրել համակարգվածության եւ ներքին կարգապահության շնորհիվ։ Նյութական հաջողությունը կհասնեն նրանց, ովքեր նախապես հող են պատրաստել աճի համար, հստակ բյուջե, ճշգրիտ գնահատականներ եւ իրատեսական պլանավորում։ Նոյեմբերի 10-ից սկսած իրադարձությունները կխթանեն նրանց, ովքեր լավ են թվերին հասնելու հարցում։ Անսպասելի պայմանագիր, վճարների վերահաշվարկ, շահավետ մրցույթ կամ
կամ ծախսերը օպտիմալացնելու հնարավորություն, որը զգալիորեն կբարելավի դրամական հոսքը։ Ձեր ուժեղ առավելությունը մյուսների կողմից անտեսված փոքր մանրամասների նկատելու եւ դրանք խնայողությունների կամ օգուտների վերածելու ունակությունն է։ Գործնականում սա նշանակում է թարմացրեք ֆինանսական փաստաթղթերը, վերանայեք գործատուների հետ համագործակցության պայմանները եւ պատրաստեք փաստարկներ աշխատավարձի բարձրացման բանակցելու համար։ Դուք կստանաք հուզական բավարարվածություն կարգուկանոնից եւ վերահսկողությունից, իսկ նյութական արդյունքները կամրապնդեն ձեր վստահությունը ձեր սեփական մեթոդների նկատմամբ։ Խորհուրդ. ընդգծեք ձեր հաշվարկների թափանցիկությունը, սա կբարձրացնի հաճախորդների եւ գործընկերների վստահությունը եւ հետեւաբար կարագացնի դրամական հոսքը։ Ցուրեր. Արմատավորված աճ, երբ կայունությունը բերում է եկամտի աճ։ Այս ժամանակահատվածում ցուլը կտեսնի, որ հաստատված ակտիվները կսկսեն ավելի արդյունավետ գործել։ Անշարժ գույքից եկամուտը, դիվիդենդներ, վարձակալության հոսքերը կամ երկարաժամկետ ներդրումների արդյունքները տեսանելիորեն կաճեն։ Նոյեմբերի 10-ից հնարավոր են իրադարձություններ, որոնք թույլ կտան ձեզ ապահովել կապիտալի աճ, գործարքի ավարտ, ներդրումների վերադարձ, բոնուսային վճարում կամ ձեր բաժնեմասը գրավիչ գնով գնելու առաջարկ։ Ձեր բնական հակումը, ռեսուրսներ կուտակելու եւ համբերատարությունը նյութապես կպարգևատրվեն նոյեմբերին։ Կարևոր է չխրվել ամեն ինչ խնայելու ցանկության մեջ եւ պատրաստ լինել իմաստուն կերպով վերաներդնել ձեր շահույթի մի մասը խոստումնալից ակտիվների կամ իրացվելիության մեջ աճի հաջորդ փուլն օգտագործելու համար։ Զգացմունքային առումով դուք ձեզ վստահ եւ հանգիստ կզգաք, ինչը կօգնի ձեզ խելացի որոշումներ կայացնել։ Գործնականում նախապես քննարկեք ձեր միջոցները ֆինանսական խորհրդատուի հետ բաշխելու տարբերակները, որպեսզի չկորցնեք ձեր անձնական ֆինանսական կառուցվածքը բարելավելու հնարավորությունը։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հոդված, որն է մարդու ամենաուժեղ վախը մահվան վախից հետո։ Նախ արժե խոսել մարդու ամենագլխավոր վախի՝ մահվան վախի մասին։ Սա տվյալ նյութի հիմնական թեման չէ, բայց կարծում եմ այս հարցը նույնպես հետաքրքիր է քննարկելու համար։ Մահվան վախը կա գրեթե յուրաքանչյուր մարդու մեջ, նույնիսկ եթե փորձում ենք այդ մասին չմտածել։ Այն խորն է արմատացած մեր գիտակցության բուն էության մեջ։ Մենք վախենում ենք անհայտությունից, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում այն կողմում։ Արդյոք այնտեղ ինչ-որ բան կա, թե պարզապես խավար է ու դատարկություն։ Մարդկային ուղեղը չի հանդուրժում անորոշությունը։ Մենք սովոր ենք ամեն ինչ վերահսկել, իսկ մահը միակ բանն է, որն անհնար է հասկանալ կամ կանգնեցնել։ Ավելի սարսափելի է այն միտքը, որ մի օր կանհետանա մեր եսը, բոլոր մտքերի, սովորությունների, հիշողությունների հետ միասին։ Այն ամենը, ինչ մեզ դարձնում է անհատականություն, կլուծվի, կարծես մենք երբեք չենք էլ եղել։ Նույնիսկ նրանք, ովքեր հավատում են հոգուն եւ հանդերձյալ կյանքին, միևնույն է, վախենում են կորցնել հենց իրենց սովորական ու ծանոթ եսը։ Այս վախն ուժեղացնում է ինքնապահպանման հնագույն բնազդը, ստիպելով օրգանիզմին կառչել կյանքից կենսաբանական մակարդակով։ Բայց սա միայն մարմնի չի վերաբերվում։ Մենք վախենում ենք նաև նրանց համար, ովքեր կմնան։ Ինչ կլինի մտերիմների հետ, ինչպես նրանք կհաղթահարեն։ Արդյոք մեզնից հետո գոնե ինչ-որ հետք կմնա։ Հենց այս պատճառով են մարդիկ ձգտում ինչ-որ բան ստեղծել, հիշողություն թողնել, կյանքն իզուր չապրել։ Եվ սրանում տարօրինակ պարադոքս կա։ Գիտակցելով մեր վերջավոր լինելը, մենք սկսում ենք իսկապես գնահատել կյանքը։ Ամեն առավոտ խոսակցություն, հանդիպում, մահվան վախը սարսափեցնում է, բայց եւ միևնույն ժամանակ հիշեցնում, թե ընդհանրապես ինչու արժե ապրել։ Հանրային ելույթների եւ մերժված լինելու վախը։ Շատ ուսումնասիրություններ համակարծիք են, որ մահվան վախից հետո մարդուն ամենից շատ վախեցնում է ծաղրի առարկա դառնալու կամ մերժված լինելու վախը, ավելի պարզ ասած բեմի, օտար հայացքների եւ գնահատականի վախը։ Հանրային ելույթները կայուն տեղ են գրավում ամբողջ աշխարհում ամենատարածված ֆոբիաների ցանկում։ Մարդիկ վախենում են ոչ թե բարձրախոսից կամ դահլիճից, այլ նրանից, թե ինչ կմտածեն մյուսները։ Հանկարծ կմոռանան բառերը, կկարմրեն, հիմարություն կանեն եւ այդ ամենը կտեսնեն։ Գիտնականները գտել են սրա բացատրությունը։ Երբ մարդն իրեն մերժված է զգում, ուղեղում ակտիվանում է նույն հատվածները, ինչ ֆիզիկական ցավի դեպքում։ Ըստ էության, ուղեղի համար սոցիալական նվաստացումը իսկական վերք է, պարզապես անտեսանելի։ Այդ պատճառով խայտառակ լինելու վախը թուլություն կամ ամաչկոտություն չէ, այլ մեզանում ներդրված գոյատևման մեխանիզմ։ Հնագույն մարդու համար
ցեղից վտարվելը մահ էր նշանակում, եւ այդ բնազդը մինչ օրս ապրում է մեր ներսում։ Վիճակագրության համաձայն մեծահասակների մոտ 7%-ն ամեն տարի բախվում է սոցիալական տագնապային խանգարման, իսկ յուրաքանչյուր 10-րդը կյանքում գոնե մեկ անգամ զգում է գնահատման խուճապային վախ։ Ընդ որում, եթե խոսենք գլոբալ տագնապների մասին, մարդիկ ավելի հաճախ վախենում են հիվանդությունից կամ մտերիմների կորստից։ Սակայն անձնական ներքին վախերի շարքում մերժված լինելու վախը վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը անմիջապես մահվան վախից հետո։